Ողջույն սիրելի հետևորդներ ջան, այսօր ուզում եմ ձեր հետ կիսվել այս ամանով շքեղ հալվայի բաղադրատոմսով։ Սա այն հալվան է, որը երբեք խանութից չեք կարող գնել, պետք է ինքներդ պատրաստեք և դրա համար ներկայացնում եմ պատրաստման եղանակը։ Ալյուրը լցնում ենք թավայի մեջ և սկսում ենք բովել։ Պետք է մի փոքր գույնը մքվի, շատ չենք այրում, չենք մքացնում, պետք է ստանանք ոսկեգույն երանգ։ Բովելուց հետո ավելացնում եմ յուղը։ Յուղը քանակ չափ չունի, այնքան պետք է լցնեմ, խառնեմ, մինչև խորիզից մի քիչ պինդ զանգված ստանանք։ Խորիզը երբ ափի մեջ հավաքում ենք, այն փշրվում է, իսկ այստեղ ափի մեջ հավաքելուց մի քիչ դժվար փշրվի։ Սառելուց հետո յուղի շնորհիվ կպնելու են իրար, մասսան սառելու է և ամբողջական դառնա։ Քանի տաք է, փշուր է երևում։ Ավելացնում ենք շաքարավազը, լավ կխառնեք, կտրորեք, որպեսզի հալվի խառնելու ընթացքում և հենց այդպես էլ կարողանաք համտեսել, եթե կարիք ունի ավելացնելու, ապա ավելացրեք։ Տեսեք, երբ գդալով տրորում եմ, այն միասեռ է դարձած և կպած է իրար, խորիզի նման չի փշրվում։ Շաքարավազն էլ տրորվեց, հիմա ավելացնում եմ քունջուտը, սա իմ ցանկությունն է, կարող եք ընկույզ ավելացնել, ուրիշ այլ ընդեղեն ավելացնել, կարող եք կոկոսի քերուկ լցնել, ինչպես կցանկանաք։ Վերցրել եմ շոկոլադե աման, սիլիկոնից աման և որոշել եմ հենց այդ ձև տեղավորեմ հալվան։ Որոշեցի նաև հալվաները սառելուց հետո, երբ այս սիլիկոնե կաղապարից կհանեմ, վրան շոկոլադով կձևավորեմ, բայց ստացվեց այնպես, մեկ ուրիշ տեսանյութ էլ նկարահանեցի, ժամանակս չհերիքեց էլ այդքան շատ մանրանալու։ Ահա, լցնում ենք սեղմելով, երեսը հարթացնում ենք և դնում ենք մի կողմ, թողնում ենք սառի։ Իսկ մնացած հալվան կտեղավորեմ ուրիշ ամանների մեջ կամ կձևավորեմ։ Այստեղ ունեմ աստղիկ թխվածքաբլիթը կտրելու համար, հիմա հենց աստղիկի բարձրությամբ կտեղավորեմ հալվան ու կտեղափոխեմ ափսեի մեջ, հետո կդնեմ թղթե կաղապարների մեջ, որպեսզի օգտվելը հեշտ լինի։ Ահա սիրելիներս, 3 տեսքով ձևավորեցի, հիմա կթողնեմ ամբողջությամբ սառի, հետո կտեղավորեմ թղթե կաղապարների մեջ։ Այս գեղեցիկ տուփն եմ վերցրել, որի մեջ կարող եմ դնել և երեսը ծածկել և թարմ կմնա և չի չորանա։ Հիմա այս շոկոլադե կաղապարներից հանեմ հալվաները։ Ցանկությունը ձերն է, ինչպես կցանկանաք, այդպես էլ ձևավորեք։ Եվ այսպես յուրաքանչյուրից տեղավորելով թղթե պնակների մեջ, ահա շատ հեշտությամբ դուրս է գալիս, արդեն սառել է։ Գեղեցիկ մի մեծ ափսեով հալվա ենք պատրաստում։ Եվ գեղեցիկ է, և համեղ է, և բույրն է անուշ, և օգտակար է։ Սիրելիներս, այսքանը, մաղթում եմ բոլորիդ բարի դիտում, ովքեր բաժանորդագրված չեն, թող բաժանորդագրվեն, որպեսզի հաճախակի տեսնեն իմ պատրաստած տեսանյութերը, իսկ ովքեր բաժանորդագրված են, անչափ շնորհակալ եմ իրենց։ Կարծում եմ, եթե տանը ունենք այսպիսի հալվա, էլ սուրճի հետ կոնֆետ պետք չէ։
Շնորհակալ եմ, որ դիտեցիք: